Պարգևավճարներից խոսում ես, միանգամից գժվում են, բայց որ ասում ես թոշակ բարձրացրեք, միանգամից ասում են փող չկա։ Բարև ձեզ, շարունակում ենք մեզ ուզող հարցերի շարքը։ Կառավարության որոշման մեջ հստակ ասվում է, որ պրեմիաները ստանում են հունիսին աշխատած մարդիկ։ Արսեն Թորոսյան, ով սոցիալ նախարարն է, ով պետքա պատասխանատու լինի թոշակառուների համար, նշանակվել է իր պաշտոնին օգոստոսի 27-ին, բայց չգիտես ոնց ստացել է լավ բազմամիլիոնանոց պրեմիաներ։ Թոշակառուներին էլ առաջարկում են թոշակի փոխարեն գնան բիզնես ստեղծեն։ Ասում ենք բիզնեսը ազատելու ենք հարկերից, փոքր բիզնեսը ազատելու ենք հարկերից, վարսավիրանոցները, հացի փուռը, տուրիստականները, էլի քննադատում են։ Այ մարդ, ասում եք գնացեք բիզնես արեք թոշակառուներին, մենք էլ ասում ենք օքեյ, ասում եք գնացեք բիզնես արեք, մենք էլ ազատում ենք բիզնեսը հարկերից, դրա մեջ ինչ վատ բան կա, ժողովուրդ։ Փոքր բիզնեսը ինչքան էլ քննադատեք, մեկը ունենալու է 0% հարկ, քանի որ Հայաստանը շատ շուտով լինելու է ուժեղ Հայաստան։